Ոնց եմ սիրում, որ ճիշտ բան եմ ասում ու էլի բոլորը խառնվում են իրար։ Անդրադառնանք մեկնաբանություններին, դե իհարկե։ Կրկին շեշտում եմ, որ քանի որ դուք եք ձեզ թույլ տվել ձեր նկարով, դեմքով, անունով գրել, ահա այսպիսի մեկնաբանություններ, ուրեմն ես էլ ինձ թույլ եմ տալիս անդրադառնալու եւ օգտագործելու դրանք։ Մարի Ծառուկյան ջան, դուք եկել եք ու 9 տարվա մատնարդարման մասնագետին ուզում եք համոզեք, որ եղունգի վրա աշխատանք չանելուց բնական եղունգը չի տձևանում։ Եղունգները հարդարելու ժամանակ, եթե տևական ժամանակ կրում եք այն, ձեր եղունգի էսթետիկ տեսքը ավելի գեղեցիկ է դառնում։ Այն հավաքվում է, կլորանում է ու դառնում է համաչափ։ Իսկ երբ որ դուք նյութը հանում եք ու թողնում եք եղունգները տևական ժամանակ արդեն առանց նյութի, այն ետ է վերադառնում իր նախնական տեսքին։ Ումինը որ լայն էր, դառնում է լայն, ումը որ տանձանման է, դառնում է այդպես, ումինը որ, չգիտեմ, փռված է, կարճ է, մի կողմից երկար է աճում ու առհասարակ եթե ունի խնդիր, կրկին ընդգծվում է։ Իմ աշխատանքային տարիների ընթացքում ձեր մազերի չափ եղունգ եմ տեսել։ Հաջորդ նախադասությունը չակերտներով։ Շատ քիչ մարդ կա, ում բնական եղունգները գեղեցիկ են։ Վստահ եմ բոլորդ կասեք, որ այս եղունգներից հաստատ շատ գեղեցիկ են։ Շատ չեմ մարանում, մեկնաբանությունները շատ են, հերթով պետք է անդրադառնամ։ Վերջին նախադասությունը անդրադառնամ, մարդկանց երկրագնդի վրա ապրող մարդկանց 95%-ի բնական եղունգը սիրելու բան չի։ Անցնեմ հաջորդին, քանի որ մարդը զուտ ինձ չի վիրավորել, նկար չեմ դնում։ Ուղղակի դնում եմ մեկնաբանությունը ու շեշտում եմ եւս 6000-րդ անգամ։ Եթե դուք նորմալ մատնահարդարի մոտ եք հարդարում ձեր եղունգները, ապա ինչի վնասվի։ Չմանանամ, հա, այնտեղ նյութերը, աշխատելավոճը եւ այլն։ Ընտրեք նորմալ մատնահարդար ու մի բողոքեք, որ ձեր եղունգները վնասվեց։ Այս մեկնաբանությունը միգուցե չանդրադառնայի, եթե չլներ այս վերջին նախադասությունը։ Եվագուկ, ինչ։ Հիմա այստեղ կոտրում եմ բոլոր կարծրատիպերը, ուրեմն Oldman-ի ժամանակաշրջանում այս գույնի եղունգներն են մոդա եղել, ոչ թե դատարկ եղունգները։ Հետո բացում եմ այս Եվագուկի էջը ու տեսնում եմ, որ այս աղջիկը սիրում է եղունգները հարդարել ուղղակի լաքով ու ինքն ունի շատ սիրուն եղունգներ։ Թե ասա դու ինչ ես վիրավորվել։ Եղունգները խնամած, մաքուր, հա, դե այդքան եթե կարևոր չէ, ուրեմն մի խնամի, մի մաքրի, ոչ մի լաքել միքսի։ Այս մյուս մեկնաբանություն գրողը նենց համեղ կսկալիս։ Ինքը կարծում է, որ 5G ինտերնետի տակ նստած, գունավոր գազավորված սոկերը խմելով, ուտելիքի մեջ ոչ մեկը չգիտի ինչ կա, ուտելով մենք ռակ ենք ստանում եղունգներից, մեռած օրգանից։ Ինչ մեղ կա այս մարդը։ Մենակ մի հատ բան չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունի ինչ որ մեկի էջի տակ կարծիք գրելը, եթե ոչ դեմքով ես ներկայանում, ոչ էլ քո իրական անուն ազգանունով։ Չէ՞ որ եթե ես իմ կարծիքն եմ ասում իմ դեմքով, որովհետև ես գիտեմ, որ ես ինձ համար իմ կարծիքը ճիշտ է ու գիտեմ, որ մեծամասնությունը չի վախենում այդ կարծիքից ու չի փախնում ու ընդունում է, որովհետև գիտի, որ ճիշտ է։ Այս կոմունիստների պահը սպանում է։ Կոմունիստների ժամանակ սկի լույս չկար, գազ չկար, ոչ մի բան չկար, ինչ ինտերնետի մասին, ա խոսքը ինչ քիմիայի մասին, ա խոսքը, հա, ու իդեպ կոմունիստների ժամանակ է թույլատրվել, որ կենթանու բոլոր թափոնները, այսինքն այնտեղ աղիքները, մաշկը, այդ մազոտ եւ այլնը թույլատրվում է օգտագործել երշիկներ պատրաստելու համար։ Պետականորեն։ Այստեղ ախր կան մարդիկ չեմ ուզում անդրադառնամ, ուղղակի դու մի մարդ միջևում ասում ա շիլակ, բնականաբար եղունգները կլինեն վնասված։ Այս թեմային չանդրադառնամ։ Այստեղ այս աղջիկը մեկնաբանությունների բաժնում ներկայացել էր որպես ապուշ, ուրախ եմ, ես էլ ննեմ։ Եվ ահա այս Մարին, որը բնականաբար նրա իրական անունը Մարի չէ, ամբողջովին ներկայացրել է ինքն իրեն, ու ես արդեն պատկերացնում եմ ինչու ինքը նկար չի դրել ու նկարով չի ներկայացել, որովհետև հավանաբար իր քիթը ուղակի նկարի մեջ չի տեղավորվել։ Հա, ու ես շարունակելու եմ բարձրացնել բոլոր այն թեմաները, որոնք ձեր համար ու ձեր կարծիքով նորմալ են։ Հա, ու ամենավերջում ժողովուրդ, ես ինչ որ մեկիդ մտել հատուկ վիրավորել եմ, որ sense իրար է խառնվել։ Վիրավորվում է ու խառնվում է իրար այն մարդը, ում որ տակը մի բան կա։